Սիրելիներս ողջույն, ինչպես եք, մենք լավ ենք ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, խեղտոց, շոկ, էփոց վառվում ենք, որոշել էի աղջիկների հետ գնայի շոպինգ անելու, բայց վերջի րոպեին մեր Ալոնուշկան փոշմանեց, ասեց շոկա չեմ ուզում, ամենախելացին ինքն էր մեջներիցս, հիմա ես ու Նանիկը, ուլա ինչ արագ ավտո գալի, հիմա ես ու Նանիկն են գնում շոպինգ անելու, մի փոքրիկ ձեզ էլ ցույց կտամ, մեր առևտրից, իհարկե մենակ ինձ ու առևտուրը, էլի, քանի որ գիտեք, Նանիկը չի սիրում նկարվել, հենց որ Նանիկը չի լինելու կադրում, չգրեք ինչու չկա, ինչի ցույց չեք տալիս, չի սիրում, դրա համար է ցույց չեմ տալիս, երբ որ կուզենա այն վաղտե կտեսնեք, հələ որ չի ուզում, այսպես տրամը բաց թողենք, հիմա սպասենք հաջորդ տրամին, էփանք հալվանք, որ գնանք, մեր մշտական տեղը կգնանք, սկզբից Նանիկ ուրիշ տեղ էր ուզում գնայինք, հետո վերջի րոպեին փոշմանեցինք, որոշեցինք գնանք այնտեղ, որտեղ որ միշտ են գնում, պաղջը, Նանիկը արդեն շոքից մազերը հավաքեց, ես իմ արդեն հավաքած եմ, կհանդիպենք ընդեղ արդեն տեղում ժողովուրդ, ժողովուրդ, մենք իջնում ենք մետրո, սեմ մեր առանց վառորդ մետրոնա, էլի ցույց եմ տվել, վառորդ չունի, սա վերջի կանգառնա, տերմինալնա, դրա համար հիմա կգնանք, ֆռակը գաստե մեր համար։ Ժողովուրդ, մենք արդեն որ երրորդ խանութն ենք մտնում, որ ճիշտ ասեմ, շատ մարդաշատ է, ու ահա որ շոկա խեղտոցա, մի խոսքով հեսա մենք արդեն մի քանի գնում արել ենք, ստեղ շորտիկ բան էի փորձում, չեմ վերցնում շորտիկը, դուրս չեկավ, շատ լայն տակի մասը, մի խոսքով տանը երևի թե ամբողջը ցույց կտամ, որովհետև չգիտեմ երևում է թե չէ ճակատս փայլում է շոկից, խայտարակ շատ մարդ կա, վсё, կգնանք տուն, ցույց կտամ, լավ, մի քանի հատ էլ պատվեր ունեմ բանի Ամազոնից կոլի բան ունեմ, այնպես որ միասին սաղ կբացենք ցույց կտամ, խեղտոցա ժողովուրդ, խեղտոց, կհանդիպենք տանը, լավ, ժողովուրդ մենք մտանք, Նանիկը իրան պոմադա է նայում, հեսա կակրած դեզ էլ ցույց կտամ բանը, ու ինձ սիրուն է այս պարֆյումը, Պրադայի, ինչ են ասում, Պրադայի դուխին ցույց կտամ գնի հետ, հարցնում էիք, երկուսը մեկում կանենք, հեսա, վերջացնենք, ընտրենք, ու գնամ ցույց տամ։ Ժողովուրդ, տուփը հեսա, էսի է տուփը, սենց ցույց տամ, ամեն կողմերով ցույց տամ, որ տեսնեք, որ իմանաք որն է, կոդը, մարդս եթե ստեից եք առնում, լինել հեսա, 177 եվրո է, բայց դե զեղչեր են լինում, մինուս 30% կամ չգիտեմ, այնպես որ էսա գինը, սա է մերը, հեսա, այստեղ ուրիշներն էլ կան, սրանք մերը չի, բայց սրա հոտնել էր Անուշի դեպ, առաջի անգամ քաշեցի, դուրս եկա, ու ոնց որ թե ավելի թանկ է, բայց չգիտեմ, չէի տեսել ոչ մի անգամ, ժողովուրդ մենք սովածացանք մեր շոպինգից հետո, որոշեցինք բարձրանանք մի թեթև հաց ուտենք, այս ռեստորանն ենք ընտրել ազիական կուխնյայով, ուտենք, հետո Նանիկը ընկերների հետ պետքա դուրս գա արագ-արագ, տանը հետո ցույց կտամ ինչ եմ գնել, գնամ տեսնեմ ուրա, ժողովուրդ, էսի մեր մենյուն է, Պանազիա, ստեղ խմելիքներ կա, ստեղ կոկտեյլներ կան, ամպելիքներ, ալկոգոլային, բայց մեզ պետքա ինչ ուտելիք։ Սուշին այն օրը երեկ Էլենը սուշի էր սարքել ու խոզ երեխեքը կերել են մամա ինչ են պայ։ Հեսա ես լիքը սուշի զակաս կտամ։ Սուսից էր։ Հեսա ես սուսի կուտեմ։ Ժողովուրդ, տենենք ինչ ենք ուտ։ Չնայած ինձ թվում է նույն բանն ենք ուտելու աչքիս ես ու Նանիկը։ Միշտ էս նույերից ենք ուտում, չէ։ Ուր են նույերը, չեմ գտնում։ Նույերը կորել են, նան է։ Կան։
Okay, merci. Շատ եմ անցել, էջի որն է։ Անցել եմ։ Էլի հետ։ Հա, հեսա։ Մենք նորմալով սենց բաներ ենք ուտում։ Գներն էլ հեսա ժողովուրդ 15-16 համարյա։ Լավ, արագ ուտենք Նանիկը հետո վրազնա։ Որ ես վազեմ տուն, Նանիկն է վազի իր ընկերներով։ Էսի հիմա եմ ամբոքսինգ անում, որտեվ Նանիկը հեսա վերցնելու է այդ հա իրա պրոշների համարա։ Մի հատ կբացես ցույց տամ գույնը։ Ստուպլե։ Ինչ է մեր ուտելիքը գա էլի։ Չէ, մուքեր սենց նանե։ Ահա։ Dior-ի պամադա է, տարբեր գույները փորձում է տարբեր ֆիրմաները։ Էսի երկրորդ անգամ է չէ Dior վերցնում։ Բայց այս գույնը չէ իր վերցրել ոչ մի անգամ։ Հա, այնտեղ կա յուղը, կա գլոսը, չգիտեմ, մի խոսքով ջահելների քսվելիքներն է։ Ահա, շնորհավոր։ Մանիկյուրի թետան է գույնը։ Բաջուտվում է։ Մեր ուտելիքը բերին, ժողովուրդ։ Մերսի, էսի մեր, մերսի, սուշինա, էսի մեր նույնա, վсё, անցան գործի, բոն ապետի մեզի։ Սիրելներս, սա հաջորդ օրնա, ես արագ վազում եմ աշխատանքի, ես մեր խառնաշփոթին լինեք, մեր մոտ ամբողջովին աշխատանքները տարվում շենքերի թարմացման, քանի անգամ արդեն ասել եմ, հա, դա բաներ շշերի ստենկա, մի խոսքով հիմա ես արագ մի հատ վազում եմ մի կես ժամով աշխատանքի, քանի որ աշխատողներից մեկը չկա, կասաները որպեսի դատարկ չմնան, ասեցի լավ, մոտիկ եմ ապրում, կգամ կլցնեմ, գնամ գումարով զապրավկա անեմ մեր կասերը, որտև ավտոմատ ազդա չին տալիս, ոչ թե կասաներն այ ավտոմատը, հա, ասեցի լավ արագ գամ փողերը լցնեմ, երևի թե հաշվարկն էլ կանեմ, որովհետև վաղն էլ չեմ աշխատում, որպեսի կուտակում չտա հաշվարկը, որտև հաշվարկը ամեն օր են կանում կասաների, միգուցե արագ-արագ հաշվարկն է անեմ, ու ժամացույցս էլ նույնիսկ չեմ կապել, ինքա որ սենց արագ-արագ, հա, ու հետ կվերադառնանք տուն, ու արդեն այն որ ասում է ամբոքսինգը կանենք մեր գնումների ժողովուրդ, արևն գնում ավերես, իսենց, վсё, ես վազեցի, կհանդիպենք արդեն կամ հետադարձ ճանապարհին, կամ արդեն տանը ամբոքսինգ անելուց, վсё, ես համարյա հասեի աշխատանքի տեղը։ Ահա ժողովուրդ, ես իմ հաշվարկը արագ արեցի, տենց արագ հաշվարկ երբեք չէի արել, լավ էր ամեն ինչ տոչնի էր, են որ ասում խնդիր չառաջացավ, ինքնս ինքան ժամանակս ավելի երկար չտևեց, հետո մեր կողքը կազինո են բացում, փոքրիկ կազինո շոփ, ասեցի գնանք տեսնենք, տնօրենի հետ դուրս եկանք, ասին գնանք տեսնենք, այն է փակ էր, մեզ թվաց արդեն բացել են, այն է փակ էր, վաղը չեմ իսորն են ոնց որ թե բացում, բայց բավականին մեծ կազինո է ժողովուրդ լինելու, մարդս, եթե ստեղ եք ապրում, իմացեք, որ ատամնաբուժարանի ու լաբորատորիայի մեջտեղում լինելու է կազինո, շոփ, փոքրիկ կազինո, բայց լինելու է։ Ես էլ մի փոքր առևտուր արեցի, ձմերուկ, եմիշ, համեմ, պետրուշկա, ու վсё։ Վերջ, հիմա գնանք տուն, մի հատ արագ ես սուրճ խմեմ Արմենի հետ ու հետո արդեն անցնենք մեր անբոքսինգին, իհարկե կհանդիպենք։ Մեզ մոտ իհարկե արև չկա, բայց տոտ, խեղտոց, մի հատ թուփ, մի հատ ծառ չի շարժվում, նայեք, էփոցի է, էփոցի։ Նոր քերիս տղան էր գրել, ասում է, ոնց եք դիմանում այդ շոքերին։ Դիմանում ենք, ինչ անենք։ Մարդը տենց է, ամեն ինչ էլ դիմանում է։ Ցրտին կդիմանա, շոքին կդիմանա։ Մի խոսքով, ճարներս ինչ որ չդիմանանք։ Այնպես որ ուզենք, չուզենք դիմանում ենք։ Ես համարյա հասա ձերքս ծոմերով։ Ոյ, вообще չէի պլանավորել, որ ես ձմերուկ եմիշ պետք է առնեմ։ Բայց դե ասի լավ, եկե հասել եմ։ Վաղն էլ տունն ենք, դուրս չենք գալու, ինձ թվում է։
Այնպես որ ավելի լավ է։ Կամ կարող է դուրս գանք, չգիտեմ, կարող է ինչ-որ մի լիճ միտեղ գնանք, Ալոնային վերցնենք, ես Արմենը Ալոնան։ Լտենամ Արմենը ինչ կասի, այսօր խոսանք։ Որտև կարծեմ վաղ սամոնել է տունը։ Ահա, լտենանք ինչ է, եթե հարմարացրենք, միտեղ գնանք միգուցե։ Նանիկը ստեչի, Նանիկը ընկերուհիների հետ գնալու է ուրիշ քաղաք ինչ-որ ֆեստիվալ է։ Մենք 4-ով չէ, 5-ով։ Եթե սամոնուել են չոն, ուրիշ պլաններ չունենան։ Հեն օրը գնացել էին, 3-4 օրը, հատուկ տեղ կա լաբիրինտ է, ու մարդիկ են վախացնում են, են ուժս կինոների մեջ որ լինում է, որ ընգնում են հետևիցը Իարքե սարկած է այդ ամեն ինչը, բայց դա ամեն դեպքում վախենալու է։ Ահակին լավ ժամանակ են անցկացրել Էլենը, Սամոն ընկերները ու Ալոնան, Նանիկը տունը չէր։ Ասում էին դիգիցեյք ասին վերջի րոպեին էին որոշել, մի հատ տոմս էր ավել, են էլ Ալոնան գնաց։ Հա, տոմս ավելը որն է, որ մի հատ տոմս էր մնացել տեղը, էլի։ Ընտանց գնացել էին, մի լավ վախեցել էին, Ալոնան ընդ ընկել էր։ Սամոն թազա բոթազներ էր առել սպիտակ, այդ թազա բոթազները դարել էին կարիճնվի։ Ամենը չվախեցողը Էլենն է եղել, Սամոն ընկերներից մեկը ոստիկան է, վայենի ոստիկան, հա։ Վիդեոյին նկար է, այդ տղեն նենց էր գոռում, ասում եմ, նորմալով, չվախեցող ինքը պիտի լիներ, ինքն է վախեցը, դե ծաղրացումներ են եղել, մի խոսքով են վախենալու ուժս բաները, որ կան, դրանք են, լավ վախեցել էին, եկել էին տուն, այդ անցտես այդ խոսելով, ես համարի հասատուն, մեր մոտ ոնց որ խոզանոցունի ժողովուրդը շինարարությունից յոխք է, փուֆ է, всё, հասնեմ տուն, միանամ ձեզ, լավ պրոֆիտիներ արա, տարիքսա, լավ պրոֆիտի արա, սկուշ կլինեք, Allez, bisous, bisous. Et cop. Lunia. Arrête. Lunia. Non. Non. Թաթել գցում է, au revoir. Վերջորդ ես ճանապարհեցի Նանիկին, գնացինք ընկերներով ինչ-որ ֆեստիվալ կա ուրիշ քաղաքում, գնում են իր ընկերուհու տունը պետքա մնան, այդ օրը անցկացնեն, վաղը հետա գալու, հետո ստաժիրովկայի է։ Վերջապես ես ցույց եմ տալիս իմ պատվերներն ու գնումները, սկզբից ցույց կտամ գնումներս, հետո պատվերները կնստեմ, նոր կբացենք, ուզում եմ մենակ մի պատվեր ցույց տամ, դա սա է, արդեն բացել եմ ժողովուրդ, բացել եմ առանց ձեզ, դա միկրոֆոնն է, իրականում ունեի միկրոֆոն, մի քանի ամիս առաջ էի, մի քանի ամիս չէ, սուտ ասցի, Հայաստան գնալուց առաջ էի գնել, բայց Հայաստանում, երբ որ Երևան Սիթիում էի, չգիտեմ ոնց եղավ, ոնց որ հետևից ինքը մագնիս ունի կպած, այդ մագնիսը, չգիտեմ ոնց եղավ, մի խոսքով անգավ ու կորեց, մագնիսը մի կողմ գնաց, բանը մի կողմ գնաց, այդ կլորիկը գտա, բայց էլ մագնիսը չգտա, ինքնըստինքյան, իհարկե ինչ է ստացվում, որ միկրոֆոն մի հատ էր մնացել ու որ մեկ-մեկ ուզում եմ ինչ-որ ոնց որ միկրոֆոնով վիդեո անեմ, դուրս է գալի այդ մի հատ միկրոֆոնով պետք է ասենց ֆրամ, հա, ու էդի դա մի քիչ էլ հարմար չի։ Դրա համար որոշեցի գնեմ միկրոֆոն ու ընտրել եմ լավագույնը, ընտրել եմ ձեզ համար, որ եթե ձենս գա, ձենս շատ լավ գա, դրա համար այս միկրոֆոնն եմ գնել, այսպեսի, ահա, 100 քանի եվրո էր, իրականում, բայց արժի, լավն է, բաները լավն էր, ռևյուները, ինչ են ասում, են որ գրում են կարծիքները, հա, երևի, կարծիքները լավն էր, ահա, սա հիմա ինձ վրա է, ինքը սենց մեշոկով է, եկեք լավ ցույց տամ, կարող է ինչ-որ մեկը տել է վլոգ նկարում կամ բանանում, միգուցե ձեզ էլ հետաքրքիր լինի, այս տուփը շատ ծանր, տուփա նույնիսկ որ առաքել էին, Սամոնի չա վերջեց, որտեվ ես գործի էի, մամա ասում է, մեջ ինչ է, ասում է, միկրոֆոն եմ պատվիրել, ասում է, հաստատ միկրոֆոն ես պատվիրել, որտեվ շատ է ծանր, սենց բացվում է իրա երկու միկրոֆոններն է, այստեղ նույնիսկ կա հարմարանք, որ եթե կամերայով եք նկարում, օրինակի համար, սա հագցնում եք կամերայի վրա, չգիտեմ ինչ ձևա ոնց է, սա հագնում է կամերայի վրա եւ
ինչ-որ ռեգուլիրովկաներ կա, ոնց որ եթե դուք հեռվից եք նկարում, ձայնի համար, հա, մոտիկացնել, հեռվածնել, եթե կամերայով եք նկարում, ապա այսպիսի հարմարան կա, թղթերը չեմ հանել, որտեղ հələ որ մենք կամերայով չենք նկարում, եթե օրերից մի օր նկարենք, կօգտագործենք։ Հեսա եկեք սրա վրա երևի ցույց տամ, սես տեսնում եք, մագնիս կա, հոպ, ահա, իսկ նրա վրայինը կորել էր մի խոսքով, սա էսպես, սա միկրոֆոնը, իրա հետ գալիս են սենց փափախներ, որ եթե դուրսը քամի է ու չեք ուզում որ քամուձեն ուժեղ լսվի, այսպես փափախի կա, հագցնում եք վրան եւ համել չի երևում որ միկրոֆոնը երկու հատ փափախիկ, սա այն մյուս բանի համար է որ կամերայի հետ կապ ունի որ ասեցի, սա երկրորդ, հա, սա էլ բան է, չեմ բացել եմ, սա էլ, ինչ էր հետ ընկավ, եթե հանգարց ուզում եք, որոշել եք, որ ուզում եք ցեպի նման կախեք ձեր վզին, չեք ուզում ձեր շորի վրա հագցնեք, կամ, չգիտեմ, ինչ-որ ուզում եք սենց քիպ այս մասում լինի, օրինակի համար, ցեպի նման, ապա միկրոֆոնը հարմարացնում եք սրա վրա և կախում եք ձեր վզին, այստեղ սենց կարակ մեծացնեք, փոքրացնեք, մի խոսքով ու հագցնեք ձեր գլխի վրա ու հետո քաշեք։ Այսպես երկու հատ էլ սենց հարմարան կա, իդեպ շատ հարմար է, օրինակ եթե ձմեռը կուրտկան հաստ է ու չեք կարողանում կպցնեք կուրտկայի վրա, սա շատ հարմար բան է, ամեն միկրոֆոնի հետ չկա, սրա հետ որ եկել է շատ հարմար է, ինձ դուր եկավ իրականում, այս էլ այսպես, սա այսպես եղավ, և հետը ուրիշ բաներ եկա ժողովուրդ, տուփի մեջ կարծեմ մնացել, մեկ վայրկյան, հա, միկրոֆոնը ունի երկրորդ սենց գլխիկը, սա երևի թե հին iPhone-ների համար է, նայեք են առաջվա iPhone-ների, հա, հին ասելով առաջվա, օրինակ Էլենինը հին iPhone չի, մի քանի iPhone առաջ, այդպես ասեմ, գլխիկը այսպեսին է, ոնց որ երկու գլխիկ կա, նայած որ iPhone-ը ունեք, ըստ դրա ոնց որ այդ գլխիկն է, այստեղ մենք աղջիկ ունենք, որը ընդհանրապես սեղանին չի հելնում, բայց կծես, տեսեք, գնա, ջղայնացած է իմ իչալոց, չկծես ոտս, բայց որ սեղանին տուփեր բան եմ դրել, ինքը տուփեր շատ է սիրում, հեսա մի տուփը կգցեմ իրան, թող զբաղվի, և այսպիսի սմայլիկներ կան, որ կարող եք կպցնել միկրոֆոնի վրա, ըստ տրամադրության, կա տխուր սմայլիկ, կա ժպտացող սմայլիկ, կա խելացի սմայլիկ, մի խոսքով, բայց դե դժվար թե ես դրան կպցնեմ, որտեղ չգիտեմ էլ ինչ ձևի է, եկեք լավ մի հատը հələ պոկեմ նայեմ էլի, հա կպցնովի է, մի խոսքով, էդ էլ թիթիզ երեխեքի համար է, եթե երեխեքը կուզենան, ստեղ իրա պասպորտն է, քարտն է, իրա քարտն է, thank you են ասում առնելու համար, բա ինչ պիտի անեք, որ thank you չասեք հորգներով, այսպես լավ ժողովուրդ, միկրոֆոնից անցանք, էդի այնքան որ ցույց տվեցի այն մարդկանց համար, ովքեր օգտվում են ու հիմա շատերն են օգտվում, իհարկե, շատ-շատերն են վլոգ նկարում, նկատել եմ, որ օր-օրի շատանում են վլոգերները, ինչի համար շատ ուրախ եմ, ճիշտ էլ անում են, եթե ունեն կոնտենտ, եթե կարողանում են ստեղծել հետաքրքիր ինչ-որ մի հոլովակներ, եթե մարդիկ, ամեն հոլովակին էլ դիտող կա, ամեն մեկը իր աուդիտորիան ունի, հա, դրա համար, որ ասում է, հաստատ կոնտենտ կունենաք, նկարեք, ինչու ոչ, հատկապես եթե չեք աշխատում, հավատացեք, որ եթե չեք աշխատում, շատ ավելի լավ կոնտենտներ չի անջատվի, չէ ժողովուրդ, չէ, շատ ավելի լավ կոնտենտներ կնկարեք, մի հատ նայեմ մի հատ էլ, որտեղ ավելի ազատ ժամանակ ունեք, ահա, վсё, սկսվավ մեր unboxing-ը, առևտուրը, մի քիչ հեռացնեմ, որ ցույց տամ, ուրեմն ինձ պայուսակ էր պետք, որպեսզի ես կարելի ասել ամեն օր իբրև թե օգտագործեմ, իբրև թե, այսինքն գործի գնալուց կամ չգիտեմ հարմար ինչ-որ մի թեթև պայուսակ, իմ պայուսակը մի հատ ունեմ, որը որ հաճախ եմ օգտագործում, բավականին ծանր է,
TikTok-ում էսի Stradivarius-ից են գնել։ Հեսա Stradivarius։ Ինձ թվում է Հայաստանում է կա, կարծեմ Ամերիկայում էլ կա այդ խանութը, չգիտեմ, ինձ թվում է սա երկրներում է կա։ Գինը 17.99, ինչ որ գնել եմ, կարելի ասել առանց զեղչ, իմ հիշելով իմ առածները զեղչ չունի։ Այսպեսի սենց պայուսակա, իհարկե սա կհանեմ, սա չեմ կարծում, որ ես վրան կթողեմ, էսի ոնց որ կարող ես այսպես օգտագործել, հա, այսպես գցելով ոնց որ ցիպոչկա, չնայած կարելի է, եթե ինչ որ բան եք նկարում ու չեք ուզում որ ձեզ խանգարի, այսպես, հա, երևի թե, բայց դե չեմ կարծում, որ ես այս պայուսակը այս սրանով կօգտագործեմ, կամ էլ որպես ստիլ, ոնց որ այսպես, ոնց որ ինքան որ կախնգած լինի վրետ։ Իմաստը չգիտեմ։ Մի խոսքով, այս եկեք քրինատ այս յարլիկը փոկեմ, որովհետև ուզում եմ մի հատ բացեմ, որտեվ ես նույնիսկ չեմ բացել սա։ Մնում է կարողանամ։ Մեկ վայրկյան, հա, կարողացա։ Այդ բացենք, մեջը տեսնենք ինչ կա։ Լիքը թուղթ, փող չկա մեջը։ Լիքը թուղթ կա մեջը։ Պետք է ասում եք դեռ չէ էլ բաց է։ Լավ է, ինքը ունի մի հատ գրպանիկ մեջը։ Հեսա, այստեղ գրպանիկ ունի։ Դա լավ է։ Թե քարդ բան ուզենաք դնեք, կարող եք հանգիստ դնել, բավականին մեծ է, կտորը լավ փափուկ է կաշին, շատ լավն է։ Ես սիրում եմ որ սես փափուկ է լինում։ Ահա, գոհեմ պայուսակիցս, գոհեմ, այո, այն մեկը որ գնել էի, հիշում եք մի քանի օր առաջ, այնի ամենօրյա պայուսակ չի։ Այնպես որ սա իմ ամենօրյա պայուսակն է լինելու սրանից, հետո իմացեք։ Հիմա գնել եմ այսպիսի մայկա, սև սովորական կիսաթև, բայց սա բանից է գնաց, սա Նյու Յորքերինն է ժողովուրդ։ Գինը 7.99, դոլարով 9.95, դրամով 4990 դրամ, ռուսականով կարծեմ չկա ստեղ, չէ, ռուբլի կա, ստեղ ռուբլի։ Ռուբլին հանել են աշկիս, քանի որ ռուբլի, չէ, ռուսականով չկա։ Սովորական սենց կիսաթև մայջկա, շալվարի բանի հետ հարմար է։ Ահա։ Գնել եմ նույն ձևի Նյու Յորքերից այսենց մայջկա, ջինսերի բանի հետ, հարմար կլինի ինձ թվում է, չեմ հագնում էլ, ժողովրդի մաս չունի հագնեմ, գինը 5.99 եվրո, դոլարով 7.95, դրամով 3490 դրամ, իրականում թանկ չի, նույնիսկ որ վերսեք թանկ չի, չգիտեմ Նյու Յորքերը Հայաստան ինչ գներ ունի, բայց ու շատ լավ կտոր է, սենց երկարությունը, նորմալ երկարություն ունի, ու դերյաս հելա վերև, այսի կտրոնն է, վերջում կասեմ ինչքան ենք վճարել, իհարկե նանիկի համար էլ եմ մի քանի բան վերցրել, ինքն է վերցրել ավելի շուտ, սա 5.99 եվրո, դոլարով 7.95, դրամով 3490 դոլարով ինչու եմ ասում, որտեղ ինձ շատ-շատերը նայում եք Ամերիկայի մի հաջալ նահանգներից։ Այս էլ այսպեսի սպիտակ էլի, հուսով եմ թևի տակերը շատ լայն չի, հիմա այսի չեմ փորձել, որ ճիշտն ասեմ այնտեղ, վիդեոից հետո մի հատ կփորձեմ, չէ՞ թվում որ փոքր է այսի, ինչ ռազմերը, էմնա, վիդեոից հետո մի հատ կփորձեմ այս թևատակերը, չնայած չէ, ոնց որ թե լայն չի, տեսնենք, գինը ասեցի, չէ, ժողովուրդ, հա, 5.99 եվրո, ահա, էսի Նյու Յորքեր, ստե իհարկե նանիկն էլ է բաներ վերցրել, էսի Նյու Յորքերն է, թե չէ, հա, նանիկն էլ է բաներ մի քանի վերցրել, օբշի վճարել են 29 եվրո 96 սանտիմ, նանիկը իրա վեշերը արդեն վերցրել է, որովհետև այսօր չեն գնել, ասեց մամա ցույց տալու հաժամանակ չեղավ, տենց էլ ինքը արդեն գնում էր, այնց որ վերցեց, սա Stradivarius-ից եմ առել, շալվարա, սենց կարող է տեսքը չի երևա լավ, չգիտեմ, գույնը կարիճնվի գույնա, շատ գեղեցիկ ու շատ փափուկ, տեսնում եք ինչքան բարակ է ինքը, նույնիսկ լույսի տակ թափանցում է, նույնիսկ սպիտակն է փորձեցի, շատ լավն էր, բայց քանի որ բարակ էր կտորը, ամեն դեպքում սպիտակը մնում է սպիտակ, դրա համար չվերցրեցի, բայց սա ինձ շատ դուր եկավ ժողովուրդ արտակարգ, չգիտեմ, չի երևա երևի,
մի օր հետո կհագնեմ, ցույց կտամ, խորհուրդ եմ տալիս, Միշկավինայի կտոր ունի, ինքը իր ռեմենով, շատ լավն է, շատ գինը, ճիշտ է, սրա յարլիկը չկար, բայց քանի որ այդ հատուկ ապարատների մեջ ես գցում գնելուց, ինքը արդեն հաշվում է առանց յարլիկ, այսի պայուսակիներ 30 եվրո էր, 29 քանիս շալվարը, 29 քանիս շալվարն էր, Ստրադիվարուսից արել եմ սա և պայուսակը և ոնց ասիցի բռնեց մոտավորապես 50 եվրո, քանի որ պայուսակը և շալվարը այդքան արժեր, էսի էսպես, հիմա շորերը հավաքին դնեմ էստեղ, Всё, ես այս տարի էլ շոր չեմ առնելու, որովհետև հետո ես իմ պահարանը ցույց կտամ, դուք կհասկանաք ինչի։ Սա գնել եմ Բերշկայից, շալվար ջինսից, ինքը սենց շատ լայն ու մեծ է երևում, ժողովուրդ, հիմա թազա մոդա է այս գոտու տեղը, սենց երկու կոճակով, ինքը շատ լայն էր երևում, բայց հագը շատ դուրս եկավ, շատ հանգիստ ջինս է, որ նայեք, այսպես է կոճկվում, ինքը այսպես լայն է, բայց շատ գեղեցիկ է նայվում, չգիտեմ, երևի այդքան չի երևա, հիմա չեմ ուզում հոգնեմ հանեմ, որտև շոկ հո, միգուցե հետո փոշմանեմ, չգիտեմ, հլիկ երևա, այսպիսի շալվար, հետևը այսպես, ջինս է, բայց ոչ շատ հաստ է, ոչ շատ բարակ է, լավն է, կարակ և ամրանը հագնեք, որտև մի քիչ լայնություն ունի, համել մնացած եղանակների, այսպես, և իհարկե ջինսի հետ արա այսպիսի մայջկա էլի Նյու Յորքերից եմ կարծեմ առել, չէ, Բերշկայից է սա, Բերշկայից այսպիսի սովորական մայկա, գինը չասեցի, ջինսը 35 եվրո 99 սանտիմ և դոլարով դրամով չեմ կարող ասեմ, որտև սրա վրա չի գրում, Նյու Յորքերի յարլիկի վրա գրում է, ու այսպիսի մայկա ջինսի հետ հագնելու, 6.99 մատչելի մայկա, շատ լավն է, ձգվող, տարբեր գույները կար, բայց ես սպիտակ վերցրեցի, այսպես, մենք մտանք նաև, տեսակ, մտել էինք Նոսիբե, նանիկը իր այդ շրտներ կա, յուղա, գլոսա, չգիտեմ, էտի առավ, որը արժեր 50 եվրո, 49 քանիս, ասեցի այդ աղջկան, արդեն վճարում էին գումարը, ասեցի այդ աղջկան իսկ զեղչ չունեք ինչ-որ, որովհետև ամեն դեպքում, որ մտածես, Նոսիբեն ունի տեն զեղչ չէ, ժողովուրդ, շատ-շատերը նախորդ մեր իմ ու Էլենի վիդեոյի տակ գրել էիք, որ վայ Ամերիկայում չկա տեն զեղչեր օծանելիքների խանութում, այստեղ կա իրականում, կամ քեզ անձնական ուղարկում են, պերսոնել ոնց որ քո զեղչն են ուղարկում, քանի որ դու ոնց որ մշտական հաճախորդ ես, այնտեղ դու ունենում ես կանյոտ գումար, որը կուտակվում է քո քարտի վրա, տարբեր բաներ կա մի խոսքով, այդ կողմից լավ է, որովհետև, չգիտեմ, Ամերիկայում էլ տաքսեր գոյություն ունի, ստեղ էլ տաքսերը շատ բարձր է, ու դրանով շատ օգնում եւ եւս մեկ ինֆորմացիա Ամերիկայում չգիտեմ, ճշտեք, հետաքրքրվեք, ժողովուրդ, ուրիշ երկրներում չգիտեմ, Ֆրանսիայում կա օրենք, որ եթե դուք օծանելիքի բանը չկան, իսկական, օրիգինալ, դատար կա լինում, տանում եք օծանելիք գնելուց, նույնիսկ եթե խանութում ընդհանրապես զեղչեր գոյություն չունի, 25% զեղչ են անում տվյալ օծանելիքի վրա, որը որ դուք գնում եք, շիշը վերցնում են դատար, 25% զեղչ են անում։ Ֆրանսիայում գոյություն ունի ամբողջ Ֆրանսիայում այդ օրենքը կա օծանելիքների խանութներում յուրաքանչյուր օծանելիքի խանութ, Նոսիբե լինի, Սեֆորա լինի, Մարիոնո լինի, այնց որ նկատի ունեցեք, իսկ Ամերիկայում կամ Հայաստանում չգիտեմ, հետաքրքրվեք, միգուցե կա, այսինքն իրանք դատարկ ֆլակոնը վերցնում են եւ ձեզ զեղչ են անում, չգիտեմ, երևի այդ ֆլակոնը ռեսիկլաժ են անում ու նորից օգտագործում են, իհարկե կարան մեջը լցնեն, նորից նույն ֆլակոնն է, ինչ տարբերություն։ Այսպես, այդ աղջիկն ասաց, որ եթե 80 եվրոյի առևտուր անեք, 30% զեղչ կարակ ունենաք, ապա ասեցի ինչու ոչ, ես էլ գնացի իմ տուշը վերցրեցի, իմ սիրելի տուշը, անցած անգամ բան չէր, ջրակայունը չէր, սև գույնի ջրակայունը չէր, բայց այս անգամ ջրակայունն եմ վերցրել, Yves Saint Laurent-ի այս տուշն է, խորհուրդ եմ տալիս, միանշանակ չեք փոշմանի, դրանից հետո ոչ մի տուշ էլ այն չի, սա իրա
շիշնա, տենց ասեմ, հա, տուփը, չգիտեմ, տարան ոնց են ասում։ Առաջվա իմ վերցրածը, որ ջրակայուն չէր, բաներ, ոսկե գույն էր, կհիշեք, ցույց եմ տվել Հայաստան գնալուց առաջ, էլի նվերները, որ գնել էինք այդ վաղ։ Իրա այս մազիկները շատ լավն է, ժողովուրդ։ Շատ, սենց հարուստ է, տեսնում եք, հիմիկվանները մի տեսակ տորնոք ձևի են, Ալոնան, որ չլողանար, ցույց կտայի ունեմ։ Էլի բավականին բարձր սրա գնի ինչի, սա արժի էլի գրեթե 50 եվրո, 49 ու քանիս, բայց արժի։ Ահագին գնում եմ 3 ամիս, 4 ամիս կօգտագործեք ու սրան ու Նանիկի շրթներքին տվեցինք համարյա ինչքան 70 քանի եվրո։ Ահագին զեղ չեղավ մի խոսքով։ Եվ քանի որ հավաքել էի բալեր, ունեցա նաև ընտրություն կամ չեմ հիշում ինչ էր առաջարկեց, կամ մազերի աբյոմի համար ասեց կուզեք, բան որ լվանալուց հետո փչես, ֆենես աբյոմ ունենա մազերը, ապա ասեցի ինչու ոչ։ Մենք աբյոմի կարիք ունենք։ Այնպես որ գնեցի սա հոտը լավնա, քաշել եմ արդեն, նոսիբեի, չգիտեմ լավնա թե չէ կօգտագործեմ կերևա, սենց հետևն եմ դնում, որ լույսը չի երևա։ Ահա, այսպես։ Հոտը լավն է, ասենց փշին ու էսի շատ լավ բան է, հետո էսի որ պրծնի, ես գիտեք ինչի համար կօգտագործեմ, իմ ռոզմարինի փշիկի համար, իդեպ հեսա ցույց կտամ եւս մեկ անգամ, ոնց է պետք պատրաստել ու փչելուց էլ ժողովուրդ չոր մազերին կամ թաց մազերին կապ չունի, սենց բացում եք, արմատներին փչում եք, բացում եք, արմատներին փչում եք, լավ տրորում եք, դրանից հետո լվանալ պետք չի, սիրելիներս, նորից եմ կրկնում, լվանալ պետք չի, ընդամենը փչում եք, հետո չորացնում եք ձեր մազերը, շաբաթը քանի անգամ, որ ուզում եք, դուք եք որոշում։ Շորտ էլի եմ ցույց տալիս ձեզ, որ տեսնեք մազերի համար ինչպես են պատրաստում ռոզմարինը, նայեք, ստեղ 2-3 կամ 4 հատ արդեն դուք որոշեք այս չափի, սենց ռոզմարինի ինչ են ասում, չգիտեմ, փայտիկներ, հա, դնում եք ուրեմն կաստրուլայի մեջ, ավելացնում եք մեխակ, դե մի հատ, 2 հատ, 3 հատ, 4 հատ արդեն դուք որոշեք, ես մոտավորապես մի 10 հատիկ ավելացնում եմ, եթե ոչ ավել, որտեվ շատ եմ էփում, ես համարյա թե էփում եմ երևի կես լիտրից ավել, ինչի որտեվ գնում եմ հետո սառնարան ու մոտավորապես մի 15 օր ես այդ դրանով եմ ոնց որ դա օգտագործում եմ 15 օր, հա, ամեն օր չեմ էփում ինձ համար, ահա, մոտավորապես այդտեղ կես լիտր ջուր է ու այսքան։ Հիմա հենց երում անջատում եմ, թողում եմ ու ինքը միանգամից գույնը փոխում է։ Հետո արդեն ոնց ասեցի, փչում ենք մազի արմատներին, կարելի է խոնավ մազերին, կարելի է չոր մազերին, արմատներին փչում ենք, մասաժ ենք անում մատերով ու վերջ, դժվար ոչ մի բան չկա։ Էս էլ արդեն պատրաստին է, չվախենակ գույնից, հանգարց ինքը որ մնում է մուքանում է ու այս գույնն արդեն ստանում ու հետո լցնում եք պուլիզատորի մեջ ու ցանում եք ձեր մազերին արդեն ինչքան որ ձեզ անհրաժեշտ է։ Այսպես սա նվեր է, սա էլի օծանելիք նվեր է, իդեպ էստեղ էլի ունեմ, տեսնում եք մեր կատվին ոնց է պարկե։ Շոկալ վիճակը դաղ-դաղ, սենց բուֆ։ Հիշում եք, որ մեզի տվել էին Էլենի հետ սենց պրոբնիկներ, ժողովուրդ սրանք ստեղ են, մի հատ բացել եմ, լցրել եմ դիվանու վրա, որ դիվանուց անուշ հոտ կա։ Սա չգիտեմ ինչ հոտ ունի, Angel-ն է։ Այսա տեսնենք, հուսով եմ հոտը լավն է։ Ոյ, չէ, սուր հոտ ունի, չեմ ցանում ժողովուրդ։ Չեմ ցանում, էսի է։ Դուրս չեկավ, ես օծանելիքից շատ բարդ մարդ եմ, իդեպ, որ նոսիբեմ ցույց տվեցի Պրադան, տեսակ ձեր ուզածը ցույց եմ տվել, Պրադայի են թափանցիկը Նանիկը շատ է հավանել, երևի թե իրա ծնունդի համար, դա կգնեմ, շուտով իրա ծնունդն է, Crème pour le cou, formule, սրանք արդեն մեզ նվեր են տվել, կրեմա, սա չգիտեմ ինչ է, բազ, Molifant, Skinner, սի բազա է ինչ-որ, երևի կսվելուց առաջ կսես տակից, չեմ անում, մի խոսքով էսա, որ Էլենը գա ցույց կտամ, Նանիկս չել տեսը, որ սենց բան են մեզ տվել։
Ահա, ժողովուրդ, սա մեր մամա աղջիկ շոփինգից էր, հիմա տեղափոխվում եմ բազմոցի վրա ու ցույց եմ տալիս գնումները։ Ժողովուրդ, մեկ ասացի գնամ դիվանու մոտ, ուպս, հետո հասկացա, որ այն կողմը կարող է աղմուկը լսվի, հետո ստեղ ավելի ինձ թվում է հարմար է ինձ։ Ինքնս ինքան ձեզ, եթե ինձ հարմար է, ձեզ էլ է հարմար։ Այստեղ արդեն ես սրա մեջ չեմ հիշում, ինչ էր, հա, կոշիկներս էր, մի պահ կգցեմ նկարել եմ աշխատանքի համար կոշիկներ էի վերցրել, հիմա դուք դա եք դիտում, իրա տեսքը էսպիսին է, խնդրեմ, շատ հապուկ ինչ-որ բան չկա մեջը, բայց չորել չի, շատ հարմար է, չգիտեմ, ես շատ եմ սիրում այս ձևին ու աշխատանքի մեջ շատ հանգիստ կոշիկ է, սուրքիթը, մի քիչ սուրքիթը իրականում օգնում է, որպեսզի ձեր մատերը չցավա, ժողովուրդ, եթե հանգարց կոշիկ գնելուց ձեր այս մասերը ցավում է, ուրեմն իմացեք, որ մի քիչ սուրքիթ եթե լինի, հանգիստ կլինեք։ Դե իսկ ոտքի վրա սենց է նայ։ Հանգիստ, չողոքնացնող։ Արա, եթե կուզեք, պատվիրեք աշխատանքի մեջ, կինը, հեսա որ նայմ կասեմ 35 էր, թե ինչքան է այդ գների մեջ է։ Դիտեցիք, վերջացրեցիք, ապրեք։ Եվ մեջը մի քանի բան էլ կա, որը պատվիրել եմ։ Այսա ցույց տամ։ Այստեղ էլ ոչինչ չկա։ Սա իմ շրթներքի համար բանն է, մատիտն է։ Rimmel ֆիրման է, Լոնդոն, Rimmel Լոնդոն։ Այս գույնն է իմը։ Ու միշտ դա եմ քսում շրթներքի տակից։ Այս գույնն է, ժողովուրդ։ Համարը կա համար, լունայի աչկլուս, հեսա կմտնի տուպի մեջ, 110 էպիս, նո, սպիս, 110 մի խոսքով, համար 110-ն է, շրթներքի մատիտ, Լոնդոն, Rimmel, այսպես է, եթե կուզենակ գրեք, երևի թե Ամազոնից եմ պատվիրել, կգցեմ սիլկան, հա, հիմա սա դնեմ այստեղ չկորի և եթե նկատեցիք, ես իմ եղունգները հանել եմ, մանանի հետ պայմանավորվել ենք ամսվա վերջ, որ գնամ եղունգներս սարքեմ, որ հետո արձակուրդի են գնում, եթե հիմա գնայի սարքեի, ինքնըստինքյան մինչև արձակուրդ գնալը կերկարեր եղունգներս ու չեմ ուզում շատ արագ նորից անեմ, դրա այս պատճառով երեք նստեցի ու որոշեցի հանեմ, էլ ինչոն դզիկ ուներ տունետ, որ մաքրում է, ես չունեմ տենց բան, Սամոս Էլենը պետքա տուն գնար, 2 հաղթով գնացին, Սամոս այդ դզիկը հետ բերեց, որ մաման իրա եղունգները հանի և դրա այս պատճառով ես ունեի գել մանիկյուրներ, գել լայքեր, բայց վերջերս տվեցի սաղ մանանին, աստի մանան մեկը ես չեմ օգտագործում, դու ես իմ եղունգները կսում, արի վերցրու կոմոդ, բայց քանի որ մաշինկան առել ենք, այս վերջերս ունեինք, բայց կոտրվել էր, ոնց որ նորից ենք վերցրել, ասեցի սպասի մի քանի ատել, ուրեմն ես մանիկյուրներ վերցնեմ գել, սենց թափանցիկն եմ վերցրել այս գույնի մեջ, ինքը լրիվ ու այս գույնն եմ հեսա կսելու, հետո կարող է ցույց տամ, մյուս վիդեոյում ցույց կտամ, սենց կարմիր բորդո գույն, իմ սիրած գույներից մեկն է, ես նանիքն էլ ես էլ, մենք մամա աղջիկ այս գույնը շատ ենք սիրում, Ալյոնան մանիկյոր չի կսում, մեր Ալյոնան լրիվ Էլենից բետար նաչյուրել է, ոչի բան չի անում, և այսպիսի կարմիր, այս կարմիրը ես էլ եմ շատ սիրում, սենց գազարա գույնի կարմիր է խփում, սիրուն գույն է, սա այսպես, եկեք դնեմ տուփերի մեջ, ամեն մեկը իրա տուփի մեջ, սրանք սաղ Ամազոնից եմ ժողովուրդ պատվիրել, այսի այսպես, դրանք գել լաքերն է, որը որ չորացնում ենք ապարատով, այսպես հիմա պատվերներ շատ ունեմ, արդեն չեմ հիշում ինչի մեջ ինչա, կբացեմ, այնտեղ կարող է բաներ լինի, որ կանորին, հա, այսի, այս էլ է բանի համար, եղունգների, բայց չեմ հիշում արդեն ինչա, հեսա մեկ վարկը, տուփն եմ փոխել,
շոկն է փոխել։ Սա բազանա ու տոպնա։ Բազա ու տոպ, կսում ես մի հատ տակից հետո գույնը, հետո վրից սրանով ֆիքսում ես, ովքեր չեն արել տանը, միգուցե հետաքրքիր լինի։ Խորհուրդ եմ տալիս, ես միշտ ինքս էի անում, որ ճիշտն ասեմ, անկեղծ ասեմ, ուղղակի անցած տարի Հայաստան գնալուց առաջ եղունգներս կտրել էի կարճ ու որպեսի կարճ եղունգներով չգնայի Հայաստան։ Ասեցի մանան ջան, արի արա, ունգա մանանի գերին կարելի ասել, որովհետև դրանից հետո ամեն ամիսը մեկ գնում էի, սարքում էի, գիտեք ինչի եմ ասում մանանի գերին, որովհետև շատ հաճելի է, որ դու գնում ես նստում ես, քո մատիկները սարքում են, դու այդ արանքում խոսում ես, զրուցում ես, հավես ժամանակ ես անցկացնում, հետն է որակով են սարքում մատերդ։ Դրա իսկ պատճառով ինձ հոգեբանական գերի է ընկել, բայց հասկացա, որ ուզում եմ նախ մի քիչ կարճ թողեմ, իմ բնականը թողեմ, բնականի վրա անում եմ սա, ոչ մի խնդիր, լավ երկար մնում է այս սրանցով, այս ֆիրմայով, դաժե մանանն է հիմա սրանք օգտագործում, որտեղ լավն են ժողովուրդ։ Իմ բնականի վրա անում եմ, իմ բնական ինքնուրույն երկարում է, լավ երկար եղունգներ եմ ունենում, դրա իսկ պատճառով հիմա միգուցե մի անգամ էլ գնամ մանանը անի ամսվա վերջ ծով գնալուց առաջ, միգուցե չգիտեմ, հələ չեմ որոշել, մի օր ուզում եմ, մի օր չեմ ուզում, կերևա, հիմա բացենք տեսնեք, ընդե Ալյոնային էլ պատվերներ ունեմ, դրա իսկ պատճառով բաներ կա, որ չպետք է ցույց տամ, չէ, սա ոչ, սա նիետ, սա մենք չենք ցույց տալիս, ինչը որ ցույց չենք տալիս, շույս չենք տալիս, Էսի էսպես, ստեղ, ոնց է բացվում, հասա, Ամազոնը գիտեք ինչով եմ սիրում ժողովուրդ, որ ընդե պատվիրում ես, ընդե բերում են, նույն օրը կամ հաջորդ օրը արդեն պատվերը տանն է, այ դրանով ալավ, նույնիսկ ներքև չեմ իշնում, արդեն ինձ ճանաչում են, զանգում են, ասում եմ դրեք լիֆտի մեջ, արդեն իմ հարկն էլ գիտեն, Մենակ միկրոֆոնի ժամանակ մի քանի պասիկա իրար հետ էր, ասում է չէ վտանգավոր է, տեսա, որտեվ երբ որ ինչ-որ տեխնիկա է լինում, այդ տուփի վրա, չգիտեմ, հատուկ նշան կա մի խոսքով, ինքնեսնիկյան կարող է թանկանոց ապրանքը, կարող է հեռախոսա, ասես չէ, լավ, բերեք ես բարձրացնեմ էթամ, բայց պետք է նորմալով ես իշնեի, ասի մերսի շատ։ Ասեցինք, խոսացինք ու սա էլ նույն կատեգորիայից է, մանիկյուրները, ուй, լավ չբացեցի, ամոթ ինձ, սենց տարբեր գույներ է, չգիտեմ գույները ստեն նշացա, թե չէ, երևի թե չէ, այստեղ ավելի սենց բաց գույների մեջ է, որտեղ մեկ-մեկ նանիկը սիրում է, հա, այստեղ կա, սենց, ես ցույց տամ, լավ, այս գույնն է, սենց գույնա, ոնց որ այս գույների մեջ է, սրանից էլ եմ պատվիրել, նորմալ մանիկյուրներ են, սրանք փայլուն ինչ-որ բաներով են ու սա, մի խոսքով, մեր որոսման զապրավկան արել ենք, մամա աղջիկ, Էլենը ունի իրանը, չնայած Էլենն էլ էս քանի անգամ արդեն մանանն անում, Էլենը հաճախ չի անում, երբ որ ինչ-որ տեղ գնալու է լինում, նոր այդվաղ տանում է, Նանիկն էլ հաճախ չի անում, գել սովորական մանիկյուր անում, Ես եմ հաճախ անում, որպեսզի շատ ժամանակ չկորցնեմ այս եղունգների վրա։ Այսպես, երևի թե նորմալով վերջացրեցի եղունգների վերաբերյալ բաները։ Սա էլ է, ուրիշ բան է, սա իմ, ինձ թվում է, թե մուքը, ժողովուրդ։ No, այսի մուքը։ No, բայց ես բացն էի պատվիրել։ Չնայած շատ բացն է պետք չի, հա։ Թոփեցի սախվերես։ Մեկ վարկյան, ստե թաշկինակ սալֆետկա։ Անո, բայց ես բաց գույնն էի պատվիրել, պուդրին ա դեմքի։ Հայաստանից գնել էի ու սիրահարվել եմ վրեն։ Կփորձեմ մի հատ, այո, կփորձեմ մի հատ, եթե այդ գույնը չի, դեմքիս վրա մուկ նստեց, որտեվ իմ մաշկը բաց է ամեն դեպքում, ուրեմն հետ պետք է ուղարկեմ, ափսոս։ Սրան շատ էի սպասում, որովհետև հատկապես այս շոքին լավ է, որ ֆիքսում եք
ձեր մաքիաժը։ Իսկ ես ամեն օր էլ անում եմ մաքիաժ, որտեվ գործի եմ գնում։ Ինձ պետք է վերջ։ Всё, այդքան քիչ։ Մի հատ էլ կա։ Չեմ անում է ինչ։ Կարծեմ կոնսիլերը ինչա, հա։ Մի քանի բան է ժողովուրդ։ Հա, պամադել եմ վերցում, մոռացել էի։ Սա խոնավեցնողն է, արել եմ կհիշեք խոնավեցնող, հիմա տակից քսած է, շատ լավն է, բայց սա շատ եմ սիրում, շատ եմ սիրում, այս ֆիրման է։ Լավ, ես ոնց եմ, բայց ես սպիտակն էի վերցրել, թափանցիկ ավելի շուտ, լրիվ որ թափանցիկ է։ Կարող է սա պահեմ, այն մյուսն է պատվիրեմ, երևի թե, հələ տեսնեմ էսի ինչ է, կորոշեմ, լավ։ Այս էլ խոնավեցնողն է, էլի Ամազոնից եմ պատվիրել։ Սա էլ ամուքեք է, թե ինձ է թվում։ 1R Claire։ Թե չէ, չեմ հասկանում։ Կնայեմ հələ, այս էլ աչքերի տակը, որ քսում են։ Սա է։ Մենը ծիկրակումը։ Աչքերի տակի քսելունն է։ Եվ շրթներկ եմ պատվիրել, հուսով եմ, որ գոնե սա նորմալ գույն է եկել, իմ պատկերացնելով այս գույնն է, իմ սիրած գույնն է, բայց ինչ ֆիրմա է, ինչ որակ ունի, չեմ կարող ասել, քանի որ պրոստը վերցրել եմ, հուսով եմ լավն է, ես մատվի եմ սիրում, որ չորանումա կպնում է պրոշներին, չեմ սիրում, իրա պստիկ պասպորտով է, այսպիսի գեղեցիկ է, գույնը ոնց որ թե իմ ուզած գույնն է, ահա, հոտ համարյա չունի, նուրբ հոտ ունի, ինչը որ շատ լավ է, հա, գույնը լավն է, իմ ուզած գույնն է ժողովուրդ, ինչքանով է որակով թե ոչ չեմ կարող ասել, բայց էժան չէր, գինը չեմ հիշում, բայց նես չէր, որ գտած գիներ, այսպիսի գույն ունի։ Մի խոսքով, սա իմ գնումները, սրա վերաբերյալ հələ մի հատ գնայեմ, Ալոնան բաղնիկումա դուրս կգա, մի հատ էդ իմ փուզայով կփորձեմ, կտեսնեմ, եթե շատ ուժեղ տարբերություն չեղավ, կպահեմ, եթե չէ, ուրեմն մի հատ էլ կպատվիրեմ։ Սա չգիտեմ կպահեմ, թե չէ, ճիշտն եմ ասում։ Սա էլ աչքիս մուք երևում, որ ճիշտն է, շատ մուք է երևում, ժողովուրդ։ Շատ տարօրինակ է։ Հələ, հա չէ, հեռախոսով եմ նկարում, ուզում էի նայի, սա չեմ բացում, մի հատ իմ հնի հետ կհամեմատեմ, բայց ինձ թվում է սա մուք է։ Սա հետ կգնա, ինձ թվում է կաֆեին։ Պլյուս կաֆեին։ Կարող է, որ կաֆեին են մեջ ավելացրել դրանից է։ Չգիտեմ, մի խոսքով։ Ոնց ասեցի, սա կստուգեմ մի հատ համարը, այս ու էսի մի քիչ կասկածանքի մեջ է, մնացածը դուրս եկավ։ Այսքանով ժողովուրդ ջան, այսօրվա այս վլոգը ավարտում եմ, մի քիչ ընդից, հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ չծանծրացրեցի։ Եվ իհարկե, ոնց ասեցի, մազերի ռոզմարինը տեսակ, հասկացակ, շատ էիք նորից հարցնում ոնց պետք է արվի, ժողովուրդ փչում եք, ոնց որ պրոստը ջուրը ոնց կփչեք, միտ լավ սենց լղկացրեք ձեր գլուխ, պրոստը արմատներին փչում եք, սենց մի քիչ տրորում եք ու թողում եք։ Ես ընդհանրապես, գիտեք ոնց եմ անում, գիշերը երբ որ գլուխս լվանում եմ, փչում եմ, տենց քնում եմ, հետո առավոտը որ արթնանում եմ, կամ դրանից եմ փչում մազերս ֆենում եմ, կամ էլ կարող եմ մի հատ էլ սենց թեթև ցայեմ գլուխս, նորից փչեմ ու մազերս ֆենեմ։ Այնպես որ երկուսից մեկը։ Այնտեղ արդեն դուք որոշում եք ոնց եք ուզում, ոնց եք անում, բայց ինքը յուղոտ չի, շիրոտ չի, այնպես որ խորհուրդ եմ տալիս ու օգնում է, լիքը փուջուր մազիկները եկել իմ գլխին, ինչի համար որ ես շատ ուրախ եմ, այնպես որ խորհուրդ եմ տալիս։ Վերջ շնորհակալություն որ դիտում եք, ուղարկում եմ ձեզ պաչիկ։